Կիրակի ժամը 22-ին Սուրանկյան հերթական թողարկմանը դիտեք։ Աղքատության պատճառները ըստ Փաշինյանի կամ մանևրելու նուրբ արվեստը, ինչու է բուհ ավարտած ավելի քան 100,000 մարդ ապրում աղքատության մեջ եւ ինչու պետությունը չի հռչակում առաջնահերթություններ։ Առանց նույնականացնելու պարզապես ասեմ, որ գիտ աշխատող էր։ Գիտնականի աշխատավարձը բարձր չի։ Աշխատում են, բայց շարունակում են աղքատ մնալ։ Պետության դերը ի՞նչն է։ Ցանկություն պետք է լինի այդ աղքատությունը հաղթահարելու։ Մեր համար քրիտիկական նշանակություն ունի։ Այսօր ոչ մի բան չենք տեսնում։ Ձայնային եւ լուսային աղտոտման դեմ ուժային պայքարն ու ոստիկանական միջամտության հետևանքները, արդյոք գործարանային լուսարձակով հնարավոր չէ ստեղծել վթարային իրավիճակ եւ ինչու պետք է պայքարել ոչ թե գործարանային աուդիո համակարգերի, այլ դրանց ձայնը բարձրացնելու դեմ։ Դիմացինին կուրացնելու հետ ընդհանրապես կապ չունի։ Մեկ էլ հոп։ Բարձրախոսները ուրեմն դռների վրա են։ Մեքենայի ամբողջ սրահի մեջ է լույսը։ Շատ հարուստ կուշունցների պաշար ունեն։ Հիմա ստիպված եմ եղել քանդեմ հանեմ։ Ֆինանսական բուրգերի նոր գրոհն ու մեքենայությունների հետևում կանգնածների իրական նպատակը, ինչու նման կայքերն անմիջապես չեն արգելափակվում եւ ինչպես տարբերակել խաբեությունն ու իրականը։ Հավաքագրում է բոլոր զոհերի տվյալները անձնական։ $1200 եմ ներդրել։ Երբ դու փորձում ես կայք փակել, հակասող օրենքներ են ոսկի մեջ մտնում։ Իրականում այդ գումարը նկարած գումար է միշտ եղել։ Կրիպտոբիրժաներին արգել էին գումարների փոխանցումը։ Մի տարի ես գնացել եմ ԱԱՑ-եկե։ Այս պահին եւս 2 կայք արգելափակման հարց է քննարկվում։ Ուժովի համար էական իր գումարի հետ վերադարձնա։ Համակարգույց վթարի բացառիկ կադրերն ու ապարեկային մեքենայի մեջ մխրճվածը, ինչպես է հարբած վարորդը դարձել խոշոր վթարի պատճառ եւ ինչ հանգամանքներում էր մեքենան կիսվել։ Ես անում համարները։ Դա դանդաղեն է։ Եղունգուներ գնացել գլուխներդ քորեք։ Հաստատ ոդուզնա։ Մի օր էլ մեկը չկան։ Երկար սպասված օգնությունն ու երեխաների ժպտացող աչքերը, որքան գումար հավաքվեց միայն 2 օրում եւ արդյոք ամբողջությամբ կմարեն կուտակված պարտքերը։ Հիմա ուրախ եք, որ հեռախոսում եք։ Այո, Հույս չունենք, բայց փաստացու Ուրախ ենք։ այսօր այս տեղերը ջոկ կգցես։ Իմ աղբերներն ու քուրիկները էլ ոտոգլուխ չեն քնի։ Դե որ երեխեք պետք է կռիվ անեն որ քնի վրա ես կքնամ։ Հիմա ժպիտ եք պարքելու։ Ցավոտ հարցերի պատասխանները կգտնենք միասին։